Հորովիցի բարդ որոշումներ գիրքը ինձ հիշեցրեց մի ծանր որոշում հենց իմ կյանքից։ Նոր էի բացել Ayvazyan & Partners-ը, շատ ծանր վիճակում էինք, ֆինանսական պարտքեր, մի նոթբուքով 2 հոգով էինք աշխատում։ Մի ձեզ հայտնի խոշոր կազմակերպություն հրավիրել էր վերջնական քննարկման դասընթացի պատվերի համար։ Ես ընդամենը 10% էի զեղչարել, ասեց քեզ կնավ, եթե համաձայնես, հենց հիմա համագործակցենք, ասեցի մեր գինն այսքան է, զեղչնել այսքան է ու դուրս եկա։ Եկա օֆիս, գրատախտակին մեր դասընթացների գները գրած էր, բոլորը ջնջեցի, կրկնակի գները գրեցի գրատախտակին ու ջղայնացած մարկերը տենց նետեցի, ասեցի սրանից հետո մեր գներն այսքան են։ Անցավ ուղիղ 6 օր, ձեզ հայտնի ուրիշ խոշոր կազմակերպություն, հանդիպման եմ, կինը հարցրեց, ասացի հենց այդ բարձրացած կինը 2 անգամ թանկ ու վաճառքն իրականացավ։ Վաճառք իրականացնելուց հետո, երբ որ ձեռքս արդեն սեղմեց բիզնեսմենը, ասեցի մի փոքր պակաս, ասեցի այդքան կտաս։ Այս որոշումը իմ համար շատ կարևոր էր, որովհետև հարցը գումարը չի։ Հարցը այն է, որ ես եթե հարմարվեի ու համաձայնվեի այդ գնին, դրանից հետո կոտրվելու էի ու արդեն կամ այդ ցածր գնով էի մշտական անելու դասընթացները, կամ ինձ այդքան էի գնահատելու ու չէի կատարելագործվելու, կամ նույնիսկ բիզնեսն էի փակելու։